Opel մակնիշի մի մեքենայից գողացել են ռուսական համարանիշը եւ թողել Telegram-ի հասցե։ Առաջին դեպքը չէր եւ մեխանիզմը նույնն էր։ Գողությունից հետո տուժողը Telegram-ի միջոցով կապ է հաստատում հափշտակողի հետ։ Վերջինս համարանիշը վերադարձնելու դիմաց պահանջում է որոշակի գումար, իսկ ստանալուց հետո վերադարձնում համարանիշները։ Ընդ որում առավելապես թիրախ են ընտրվել ռուսական համարանիշները։ Այս եւ գրանցված այլ շորթումների հանգամանքների համադրմամբ եւ ձեռնարկված օպերատիվ հետախուզական մանրակրկիտ միջոցառումների արդյունքում Արաբկիրի համայնքային ոստիկանները ստացան տեղեկություն, որ շորթման նպատակով համարանիշի գողությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 45-ամյա մի տղամարդ։ Արաբկիրի համայնքային ոստիկանները Բաքերում կազմակերպեցին դարանակալումներ։ Մայիսի 13-ին ժամը 5:20-ին մայրաքաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց եւ տեղափոխվեց բաժին։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Հետագա գործողություններով իրավապահները հնարավորինս ամբողջացրին վերջին շրջանում 45-ամյա տղամարդու ծավալած հանցավոր գործունեության ժամանակագրությունը։ Պարզվեց, որ ապրիլի 15-ին նա գողացել էր նաեւ Mitsubishi մեքենայի համարանիշը եւ թողել Telegram-ի հասցե։ Նույն օրը նույն բախտին էին արժանացել ռուսական համարանիշներով եւս 3 ավտոմեքենայի տերեր։ Ավտոմեքենաների մեկական համարանիշ էր հափշտակել նաեւ մարտի 29-ին, մայիսի 5-ին եւ 7-ին, ու սա դեռ ամբողջը չէ։ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։